Եթերում բաց հարթակն է, բարի երեկո, այսօր իմ հյուրը իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսն է, բարև ձեզ։ Բարև տեսանք։ Եվ այսպես, պարոն Ավետիս, որքան մոտենում են ընտրությունները, այդ նախընտրական կրքերը չնայած պաշտոնապես քարոզարշավը դեռ չի մեկնարկել, բայց ակնհայտ է տեսնում ենք, որ նախընտրական կրքերը թեժանում են, տարբեր խոստումներ են հնչում։ Մենք նաև դրան զուգահեռ տեսնում ենք քաղաքացիների մի հատվածի, որ ասում են մենք 30-35 տարի այդ խոստումները լսել ենք։ Դուք ինքներդ հավատում եք քաղաքական ուժերին, վստահությունը քաղաքական ուժերի նկատմամբ, նրանց խոստումների նկատմամբ ինչպիսին է։ Դե ինչ վերաբերվում է գործող իշխանությանը, մենք ոչ միայն խոստումներն ենք տեսել, նաև տեսնում ենք գործը։ Դա ակնհայտ է, այսինքն, հա, ես ընդհանրապես քաղաքական գործիչներին չեմ հավատում, որովհետև իշխանության գալու համար ամեն ինչ խոստանում են։ Այ ասենք այն մյուս թևը, այդ քոչարյանական թևը, հա, խոստանում է ինչ-որ ինքն է չգիտի ինչ է խոստանում, բայց ինչ-որ բաներ է խոստանում, բայց այն, որ մենք տեսնում ենք ինչա արել գործող իշխանությունը, դա ակնհայտ է, այսինքն օրինակը մեր աչքի առաջ է, այսպես։ Տեսեք, դուք միանգամից, այսպես ասած, շեշտեցիք քոչարյանական թևը։ Ինչու մենք մեր, այսպես ասած, արվեստագետները, քաղաքագետները չեն այս դեպքում շեշտում Սերժ Սարգսյանական թևը, Լևոն Տեր-Պետրոսյանական թևը եւ միշտ հաճախ այսպիսի մի բան կա, քոչարյանական թևը։ Որովհետև Քոչարյանը արդեն քանի տարի է իր ձերբակալությունից սկսած, երբ որ ինքը ձերբակալվեց, ցավոք կարողացավ դուրս գա եւ հանեց իր հանցակից որդուն, դարձրեց падգամավոր, չէ։ Ինքը այն ժամանակ հայտարարություն արեց, որը ինձ վրա շատ վատ տպավորություն թողեց, այդ ասեց ես պետքա մաշացնեմ ինչ որ իր Ղարաբաղյան акցենտով մաշացնեմ, բայց ինչ է մաշացնես Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը ով էլ ղեկավարի իրավունք չունի մաշացնելու, այսինքն ինքը սկսեց իր քաղաքական ուղին Հայաստանը մաշացնելով, իհարկե չհաջողվեց իրեն, բայց ամեն դեպքում իր մոտեցումը քաղաքականությանը եւ Հայաստանի Հանրապետությանը, այսինքն մաշված Հայաստան, ինչ կապ ունի ով է ղեկավարում, դու պետքա ընդհակառակը օգնես Հայաստանին, այլ ոչ թե մաշացնես։ Մի խոսքով իր քաղաքական մուտքը, հայկական նոր քաղաքական դաշտ սկսվեց հենց մաշացնելու սկզբունքով։ Դրա համար Քոչարյանն այսօր առաջին հակառակորդը, ես կարող եմ ասել ոչ թե քաղաքական հակառակորդը, այլ մեր պետության հակառակորդը, որը ոչինչ չի խնայել Հայաստանը մաշացնելու համար, երբ մենք տեսանք իր արածները, որ Հայաստանը մաշացնի եւ նվիրի Ռուսաստանին։ Սա իր քաղաքական մոտեցումն է Հայաստանի Հանրապետության։ Այսինքն Քոչարյանը եւ իր թիմակիցները Հայաստանի Հանրապետության թշնամիներն են, այլ ոչ թե քաղաքական ուժը, որը ուզում է գա, որ ինչ անի, մաշացնի, մենք տեսել ենք արդեն իր մաշացրած Հայաստանը, իր սպանությունները եւ հետեւաբար սա հակահայկական ուժ է, ես կասեմ, ոչ թե քաղաքական ուժ։ Տեսեք, մենք տեսանք, որ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է եւ շատ քաղաքագետներ ասում են, որ ընդհանրապես միասնական ընդդիմության վարչապետի թեկնածուն է լինելու հենց Ռոբերտ Քոչարյանը, չնայած դրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ թե Քոչարյանի թիմակիցները եւ թե Սերժ Սարգսյանի թիմակիցները, այսպես ասած, հերրակա բանավեճի մեջ են, երբ մենք հետևում ենք հարցազրույցներին, Facebook-յան գրառումներին, այսինքն երբ կա այդ բանավեճը, երբ կա տարաձայնությունները, արդյոք հնարավոր է միավորում։ Ես կարծում եմ Սերժ Սարգսյանի հետ ոչ, բայց ասենք Տաշիր Սամոյի եւ Գագիկ Ծառուկյանի, որտեղ դրանք իր ուժերն են։ Ոչ թե իր ուժերն են, այլ Մոսկվայի ուժերն են։ Սերժ Սարգսյանը ես հիմա կարող եմ գովեստի խոսք ասեմ Սերժ Սարգսյանի, ես որտեղ Սերժ Սարգսյանը դուրս եկավ այդ ռուսական ծրագրից, կրեմլյան ծրագրից, ասենց ասեմ, այն որ 2018 թվականին ինքը կարող էր ուժեր բարձրացնել եւ ճնշել ինձ եւ բոլորիս ամբողջ ժողովրդին, ինքը չարեց դա, որի համար ես շնորհակալ եմ Սերժ Սարգսյանին, որ մարտի 1-ը չկրկնվեց, բայց կարող էր կրկնվել եւ ինքը մեղադրվում է Քոչարյանի կողմից, Քոչարյանական ուժերի կողմից, Սերժ Սարգսյանը մեղադրվում է ինչի համար, որ ուժեր չհանեց եւ ժողովրդին չճնշեց։
Դա Մոսկվայի քաղաքականությունն է, օրինակ նույնն էլ Ուկրաինայում Պուտինը մեղադրում էր այդ Լուկաշենկոն չէ, այդ Ուկրաինայի նախագահին, որ հանեցին, փախավ, բանից Ուկրաինայից, մեղադրում էր, որ չկարողացավ ճնշել Յանուկովիչի ժամանակ, հա, մինչև այսօր դա չի ներվում Ուկրաինային, որ ժողովրդական շարժումը հաղթանակ տարավ, այնպես ինչպես Հայաստանում։ Այստեղ ասեմ ձեզ, Նիկոլ Փաշինյանը չէր, որ հեղափոխությունը արեց, դա հասունացել էր ժողովրդի մեջ, ուղղակի ինքը առաջնորդեց այն շարժումը, որը որ ինքնաբերաբար ստեղծվել էր։ Եվ Ռուսաստանը մինչև այսօր չի ներում ոչ մի նմանատիպ ժողովրդական, այսինքն Ռուսաստանը դա ասեմ ձեզ, որ ճորտատիրական երկիր ոնց որ եղել է, այնց էլ կա, եւ մենք տեսնում ենք, որ ռուսական ժողովուրդն էլ Կրեմլի կողմից ճորտեր են որպես ներկայանում։ Այսինքն այդ սիստեմը ռուսական, որով որ ինքը ղեկավարում է իր պետությունը, նույն ձևով ուզում է ղեկավարել մեր պետությունը Քոչարյանի ձեռքով։ Պարոն Ավետիս, տեսեք, կան հասարակության մեջ որոշակի հատված կամ խմբեր, խումբ, չգիտեմ, մարդիկ, ովքեր չգիտեն ում ընտրել, այսինքն դեռ կողմնորոշված չեն հունիսին կայանալիք ազգային ժողովի ընտրությունների հարցում, չգիտեն որ ուժի օգտին քվեարկել։ Ինչպես դուք որպես արվեստագետ, ինչ պետք է անել, որ այդ քաղաքացիական պարտքի զգացումը մարդու մոտ լինի, արթնանա, որ հասկանա, որ ամեն դեպքում իր քվեն կարևոր է։ Գիտեք ինչ, ես հասկանում եմ ձեր հարցը, այդ վախի մթնոլորտը, որ Քոչարյանը դե իր շուրջը բոլորին վախացրեց, այսինքն վախացրեց եւ հիմա ուզում է ներկայանա որպես ուժեղ առաջնորդ, ինքը Քոչարյանը պետքա բանտում լիներ շատ վաղուց, որպեսզի ժողովուրդը ազատվեր այդ ճնշող եւ վախի մթնոլորտից։ Հա, ես հասկանում եմ, որ շատ մարդիկ կան, որ դեռ վախենում են Քոչարյանից, Քոչարյանի վերադառնալուց, հա, հետեւաբար այդ երկմտանքը կա։ Չէ, մարդը, որը չի կողմնորոշվում, ում ընտրի, այդքան ուժեր կան, բայց չգիտի ում ընտրի, այդ եւ մտածում ասում է դե մեկա չեմ գնալ ընտրության, որովհետեւ չգիտեմ ում ընտրեմ։ Այստեղ քաղաքացիական պարտքի զգացում է պետք ունենալ։ Ես խորհուրդ կտամ մարդկանց մի ձևով մտածել, այսինքն ով որ քեզ խոստանում է ազատություն, ով է քեզ խոստանում ազատություն։ Մենք տեսնում ենք, որ այդ ռուսական ուժերը դա ստրկատիրական, ճորտատիրական, ավելի վատ կառույցն է, որտեղ չկա ազատություն։ Եվ ով է քեզ առաջարկում ազատություն, ազատ ապրելու հնարավորություն, այսինքն որ սաշիկները չգան փայ մտնեն, որ Հայաստանի հետ ամբողջ աշխարհը տեսնում ենք, որ հաշվի է նստում, այսինքն Եվրոպան, որ բարձր արժեքների կրող ուղղություն է, հա, մեր կողքին է, Ամերիկան մեր կողքին է, եւ պետքա այս հաշվի առնելով, որ ինչպեսին ես ուզում վաղվա քո որդու վաղը ինչ ես ուզում ես կոնսերվայի բանկաներով տարօրինակ մի հատ զինված ուժեր, թե բարձր որակի զենքերով պաշտպանված հայրենիք, ինչպեսին ես ուզում, այսինքն դու պետք է ընտրություն անես ազատության եւ բռնության մեջ, իհարկե ով կուզի որ բռնության տարածքում ապրի, այսինքն մարդը պետք է ընտրի ոչ թե Քոչարյան այլ բան Նիկոլ Փաշինյան, այլ ազատություն թե բանտարկություն, սենց ասեմ։ Տեսեք, դուք ասացիք ազատություն, թե բռնություն, ազատություն, թե բանտարկություն, այսինքն ընտրությունը լինելու է, այսպես ասած, այս երկուսի միջև, բայց իշխանության ներկայացուցիչներից շատերն ասում են, որ շատ կարևոր ընտրություն է, որովհետև լինելու է ընտրություն խաղաղության եւ հնարավոր պատերազմի միջև, այսինքն պատերազմի հավանականության միջև, գուբերնիայի միջև։ Դա այդպես էլ կա, այո, կոպիտ ասած, պատերազմի թե խաղաղության ընտրություն պետք է կատարի ժողովուրդը, որովհետև ելի եմ կրկնում, դա ռուսական ուժերն են, իսկ ռուսական ուժերը մենք տեսնում ենք, ոնց է վարվում, ասենք Ուկրաինայի հետ, ճնշման ձևերն են։ Եվ Ռուսաստանի ձեռնտու չի ազատ Հայաստանը, որը որ ինքն է որոշում իր արտաքին ներքին քաղաքականությունը։ Հետևաբար Ռուսաստանին ի սկզբանե 88 թվականից ոնց որ իրանք սովետական միությունը կազմակերպեց Սումգայիթի ջարդերը, հետևաբար Բաքվի ջարդերը, հետևաբար արցախցիների ջարդերը, ինչև գային հասնային Նախիջևան, սա էր ծրագիրը եւ մենք կարողացանք կանգնացնել այդ արշավը
Ղարաբաղում, Արցախում կանգնացրեցինք, որ իրանք չկան հասնեն մինչև Նախիջևան։ Սա ի սկզբանե ծրագիրն էր եւ որի հետ Ռուսաստանը լրիվ համամիտ է։ Հետևաբար Ռուսաստանի ձեռնտու է կոնֆլիկտային հարաբերություններ, Հայաստանի, Վրաստանի միջև կոնֆլիկտներ, Հայաստանի, Ադրբեջանի միջև, Հայաստանի, Թուրքիայի միջև կոնֆլիկտներ, բայց այսօր մեր ճանապարհները բացվում են, որի դեմա փաստացի Պուտինան Կրեմլը։ Տեսեք, դուք ասացիք պատերազմի եւ այսպես հնարավոր պատերազմի եւ խաղաղության միջև ընտրություն, բայց դուք ընդդիմության խոսույթին երբ հետևում եք այդ պատերազմի սպառնալիքը նկատել եք։ Գիտեք ինչ, ընդդիմություն դա նշանակում է Մոսկվա, սենց ասեմ։ Ընդդիմություն նշանակում է կագբեական համալիր, ոնց որ ասենք եկեղեցին է խառնված կագբեի հետ, այսինքն բան տոտալ կոնտրոլ Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանը մնա որպես գուբերնիա չէ, այսինքն ոչնչացնեն Հայաստանը, վերջացնեն։ Հիմա մենք պայքարում ենք Հայաստանի Հանրապետություն ունենալու համար։ Եթե հունիսի 7-ին մենք սխալ ընտրություն անենք, դա կլինի նույնը, ինչպես եղավ բոլշևիկները, ոնց որ հարձակվեցին 21 թվականին, Հայաստանը բոլշևիկացրեցին, անկախ Հայաստանը ոչնչացվել է մի անգամ ռուսների կողմից։ Հետո ախր հենց նույն պատմությունը Արցախյան, որ այսօր Արցախ եք ուզում։ Լսեք, Արցախը պետք է ուզել Մոսկվայից, որտեվ Մոսկվան է նվիրել Ադրբեջանին Արցախը։ Դուք գնացեք Պուտինի մոտ, այդ ընդդիմությունը, հենց Քոչարյանը իր մոտ ընկերն է, չէ՞ բանի Պուտինի։ Գնացեք Պուտինից, ասեք ոնց որ ստորագրել է Ստալինը ստորագրել հանձնել Ադրբեջանին, տենց էլ պետք է հետ տա, կամ ստեղծեք ինքնավար հանրապետություն, որը որ ղեկավարվի ինքնուրույն։ Այս է լինելու Արցախի վերջնական լուծումը։ Երբ որ Արցախը Մոսկվան կվերցնի իր վրա հարվածները ադրբեջանական եւ թուրքական, ինքը չի ուզում այդ վերցնի։ Եվ Մոսկվան մի ստորագրությամբ ոնց որ հանձնել են, այցել պետքա վերականգնի Արցախի հանրապետություն, կոչված է թե ինքնավար հանրապետությունը, այսինքն Արցախի հարցի լուծումը սա կարող է լինի, բայց ոչ թե մենք ուժով մտնենք, վերցնենք հետ, մենք ուժով երբեք չենք մտել նախ Արցախ։ Այս այա բանը հակասությունը, երբ որ Ադրբեջանը կարողացավ աշխարհին համոզել, որ Հայաստանը ագրեսոր է, որ ուժով վերցրել, մենք ուժով հողեր չենք վերցրել։ Եթե տեսել եք, երբեք Արցախը Հայաստանի մաս չի կազմել։ Մենք ուղղակի պաշտպանել ենք հայ ազգը, պաշտպանել է հայ ազգի, որը ապրում է Արցախում, ապրելու իրավունքը։ Այսինքն մենք չենք սեփականացրել ոչ մի բան այնտեղ եւ հարցը այդպես պետք է լուծվեր, որ Արցախի ժողովուրդը իրավունք ունի ապրելու իր բնօրանում, բայց ոչ թե Հայաստանը ագրեսոր է։ Հայաստանը ուղղակի չթողեց, որ բնաջնջվի մի ողջ պետություն։ Պարոն Ավետիս, դուք կարևորում եք ազատությունը եւ շատ հաճախ հենց օգտագործում եք այդ բառը։ Դուք ստեղծագործելիս ձեզ համարում եք ազատ մարդ եւ առհասարակ արվեստագետը մարդը պետք է լինի ազատ ցանկացած բնագավառում։ Կյանքի իմաստը սենց է, որ կյանքը քեզ ժամանակ է տալիս, այդ ժամանակում դու ինչ պետք է անես, դու պետք է ապրես ազատության մեջ։ Սա իմաստն է կյանքի։ Եվ ստեղծագործելու մարդը ստեղծագործում է միայն ազատության մեջ։ Հետևաբար մարդու կյանքի իմաստը իր ազատությունը օր-օրի ավելացնելն է։ Մարդիկ, ովքեր որ օր-օրի կորցնում են իրենց ազատությունը, դրանք դժբախտ մարդիկ են։ Այդ ազատությունը ձեր քանդակներում երևում է։ Ես հենց ազատության փառաբանման աշխատանքներ եմ անում։ Այսինքն իմ գործերը պետք է օգնեն մարդկանց չվախենալ, սենց ասեմ առաջին հերթին, համարձակ լինել, արժեքները համակարգել եւ արժեքները առաջնահերթ դարձնել, չէ՞։ Տեսեք, ես շատ եմ աշխատում եկեղեցական թեմաներով, հոգևոր թեմաներով եւ մարդկային բարձր արժեքների մասին եմ ես խոսում։ Դա սերն է, դա ազատությունն է, դա խաղաղությունն է, ես այնպես գործեր ունեմ, հենց այդպես էլ կոչվում են։ Որտեղ մարդուն պետք է միշտ հիշեցնել, որ բարձրագույն արժեքները որտեղ են թաքնված, այսինքն որպեսզի մարդ լինես, ինչա պետք է քեզ այդ մարդ լինելու համար, այսինքն զգացմունքներ ունենալ, բարձր զգացմունքներ, նվիրվել հայրենիքին, ընկերներին, ընտանիքին, այս է
փառաբանում է բարձր արժեքները, որը սկսում է ազատությունից։ Հիմա այն աշխատանքները, որոնց վրա դուք աշխատում եք եւ որոնք այս պահին Իտալիայի, Տոսկանայի ձեր արվեստանոցում են, ինչ աշխատանքների մասին է խոսքը այս պահին, ինչ եք անում եւ եթե չեմ սխալվում, պատրաստվում եք մեծ փառատոնների։ Այո, այս տարի շատ մեծ ծրագրեր ունեմ։ Նախ ուզում եմ նշեմ, որ ես 2022 թվականին փառատոն արեցի Հայաստանում, Փարաքար համայնքում, որը հենց նվիրված էր խաղաղությանը։ Կոչվում էր Pax Armenica, հայկական խաղաղություն, որից երկու քանդակներ այս տարի պիտի տեղադրենք Երևանում, մեկը Թումոյի այգում, մեկը Իտալիայի դեսպանատան հետևը։ Իտալիայի դեսպանատան հետևը տեղադրվելու է մի քանդակ, որը կոչվում է խաղաղության սեղան։ Դա իտալացի քանդակագործի Մասիմո Լիպի աշխատանքն է, եւ Թումոյում պետք է տեղադրենք Լեհաստանի ներկայացուցի մի գործ, որը որ ջուր է կոչվում, իսկ ջուրը գիտեք դա ինֆորմացիայի աղբյուրն է։ Մի խոսքով, այդ գործընթացը շարունակվում է, ես այս տարի պետք է Իտալիայում երկու փառատոն ղեկավարեմ, գեղարվեստական ղեկավարն եմ լինելու, մի քաղաքում, որտեղ արդեն 6 քանդակներ ունեմ ես դրված, այս անգամ ես պետք է իմ պրոյեկտով 12 մետրանոց հարթաքանդակ անեմ եւ բոլոր քանդակագործները 7 քանդակագործներ աշխարհից պետք է իրականացնեն իմ պրոյեկտը, որը նվիրված է ֆաշիստական ժամանակներում գնդակահարված 74 քաղաքացիների հիշատակին է նվիրված։ Եվ ես այդ պետք է ղեկավարեմ, իսկ երկրորդ փառատոնը պետք է Կալաբրիայում անեմ, Բրանկալեոնե մի քաղաքում, որոնք որ այդ քաղաքը շատ սիրում է հայերին, որտեղ այդ քաղաքում հայկական հետքեր են գտնվել, եւ այս տարի սեպտեմբերին պիտի այդ քաղաքում էլի փառատոն անեմ, միջազգային քանդակագործական փառատոն։ Հետաքրքիր է այն քանդակը, որի մասին որ դուք ասեցիք, որ նվիրված է հիշատակին, ինչ որ առնով ժամանակային, այսպես ասած, ինչու հենց այս պահին որոշվեց այդպիսի մի քանդակ անել։ Գիտեք ինչ, իտալացիների լավը որն է, որ իտալացիները իրենց պատմությունը երբեք չեն մոռանում։ Այդ քաղաքում գնդակահարվել են 74 քաղաքացիներ եւ ժամանակը կապ չունի, ինչպիսին է, ոնց է իտալացիները պահպանում են հիշողությունը, պատմական հիշողությունը, չեն մոռանում ոչ մեկին, ոչինչ։ Եվ այսօր 2026 թվականին գնդակահարված 1944 թվականին գնդակահարվածների հիշատակին մեծ հուշարձան են պատրաստում։ Դա շատ հրաշալի բան է եւ մենք էլ պետքա շատ ուշադիր լինենք մեր անցյալին եւ չմոռանանք մեր պատմությունը։ Այսօր որ ուզում են մոռացնել տան որոշ պատմություններ քաղաքական առումներով, դա ճիշտ չի։ Բայց մի նաեւ այսպիսի մի խոսք էլ կա, որ ասում են ժողովրդի հիշողությունը կարճ է։ Որտեղ պետություն չկա։ Լսի, ժողովուրդ մի բան է, պետությունը մի այլ բան է։ Պետությունը պիտի ժողովրդական արժեքներին տեր կանգնի։ Տեսեք, ասենք օրեր են, որ նվիրված են այսինչ հիշատակին, պետք է այդ օրերը շատ լուրջ բան արվի, հիշատակվի, այս է պետությունն է։ Իտալիան դա պետությունն է, ոչ թե ժողովուրդ։ Այսինքն իրանց պետական հիշողությունը դա հենց ժողովրդին հիշեցնելու համար է, որպեսզի չկրկնվի որոշ բաներ, այսինքն դա արժեքներ են։ Սովորելու բան ունենք։ Այո։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ իմ հյուրը իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիցն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։